Pari Erego, Derunagan Amuto Viskisi, Derunagan Amuto Viskisi. Hayr mer Borherginus Yeritiango, Yegesebes Herginus Yevergri, Hızhans mer Hanabazor, Durmes Aysor, Yevto Mezes Vardis mer. Որպես եւ մեկ թող մերոց բարդաբանած եւ մի դանիրս մեզի փորձություն այլ բրգյաս մեզի չարել զիգոյ արկայություն եւ զորություն եւ հարկ հավիտյանս հավիտենից ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն հզբարիս խորհել եւ խոսել եւ գործել առաջի քո ամենայն ժամ Իչար խորհրդոց, իբանից և իգործոց, բրգյազ մեզ, և ողորմյա քո արարածոց, և մեզ աստամեղացս, ամեն, ամեն, բարի երեգո և հրամեցեք, բարի երեգոց և բոլորին, բարի երեգո նաև բոլոր անոնց, որոնք Facebook-յան ճամփով նաև կհետևին այս ուղիղ եթեր սերդողության, աստվածաշունչի սերդողության և ինչպես միշտ Այսօր եւս եկեք մեր սերդողությունը սկսենք հոգևոր շարական եկեցողությամբ ներսես շնորհալի հայրավետի գողմե աղոթք որպես բարձրացուցած առասված որու ճամփով գտիմե հայրավետը ըսելով սիրովդ նայիր ով գտած հայր քո իսկ ստեղծված մարդ արարածը Եվ քու հրեշտակներու փանագը ղրգե, որպեսի մեզ պահպանե, որպես մեզ դգարներուս։ Փրկե մեր անձերը փորձություններեն եւ խավարի մեջ շրջող թևերեն, որովհետեւ գիշեր ու ցերեկ ու գիշեր անդադար ու փառքը դե որ քո վերքենք։ Եվ մեր այսօրվան այս շարականը նաեւ քիչ մեդո պիտի փորձեմ գաբել մեր այսօրվան նյութին հետ 106-րդ Սամոսին, բայց եկեք Աղոթք որպես նաև այս շարականը երկենք և մեր աղոթքը բարձրացնենք առասված ըսելով Նայած սիրով այրդ գտած իգոստեղծյալ գործս ծերած եվս բանագս ռեշտա Օրդնյալ ես ում հավիտյան, որովհետև բարի ես ու ողորմությունը հավիտյան կմնա։ Դեր գխոստովանին քո առջևդ, որ բազմիցս մորցած ենք ու բարությունդ, շեղած ենք ու ճամփետ եւ աբավինած մեր ուժերուն։ Ներե ու կավե մեր մեղքերն ու անհնազանդությունը։ Մաքրե մեր սրտերը եւ դարձյալ հաստատե մեզ ու ճշմարտության մեջ։ Դեր երբ մորնանք ու կատարած մեծ գործերդ, հիշեցուր մեզ ու բրդությունդ։ Երբ դժվարություններու մեջ լանք մի ցկեր, որ վախը եւ հուսահատությունը դիրեն մեր սրտերը։ Սորվեցուր միշտ հիշել, թե դու ես այն Աստվածը, որ գլսես ու ժողովրդիդ աղաղակը եւ քո ողորմությամբ կփրկես զանոք։ Դեր ազատե մեզ մեր սրտերուն գրավաշնութենեն մեր հբարդութենեն, մեր ինքնավստահութենեն և այն ամեն բանեն, որ կհերացնե մեզ ու ներգայութենեն։ Դուր մեզի ապաշխարող սիրտ, հավատարիմ հոգի և հաստատուն հավատք։ Սորվեցուր մեզի չմոռնալ քո ողորմությունդ, այլ ամեն օր քոհությամբ հիշել քո բոլոր բարի գործերդ մեր կյանքի մեջ։ Երբ մենք քեզ մեկը հերանանք, վերադարձուր մեզ։
երբ մեր հավատքը կդգարանա զորացուր մեզ, երբ մեր հույսը գմարի, վարե մեր սրդերու մեջ քուր լույսը, ով դեր փրկե մեզ, օրհնե մեզ եւ հավաքե մեր սրդերը քու սիրույթ մեջ, թող մեր կյանքը դառնա քողության եւ փառաբանության աղոթք, եւ թող մեր շրտերը միշտ ասեն օրհնյալը լաստեր, որ բարի ես եւ քու ողորմությունը հավիտյան կմնա, քու սուրբ անունդ փառավորյալը լա այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից Amen. Surp asfalt, surp ezor, surp evanma, vorhaite tzar, Փրկելս մեզ ի փորձութենե եւ ամենայն վտանգից մերոց եւ եւս խաղաղությանս Տեր աղաչեսու վասն լսելի լինելով դիարն Աստուծո ցայնի աղաչանած մերոց բարեխոսության սուրբ Աստվածածնին եւ իջանելով ի վերամեր ողորմության եւ թթության դիարն Աստուծո ամենագալ Տեր Աստված մեր գեցո եւ ողորմյա Տեր ողորմյա Դեր ողորմյա օրհնյալ ես բարեխնամող արարի Արարածոց շնորհակալ ենք ով երտնավոր Հայր որ դու մեր կյանքը բարիքներով գլեցնես ողորմությամբ, կտությամբ եւ մարդասիրությամբ կնայիս մարդ արարածին հագարակ մարդուն կամագորության մեղանչումին Սակայն քու հավերժական սերդ է, որ գմղեք ես այդ սերդ հայտնելու մարդկության մինչև իսկ աշխարհ գրգելով քու միածին որդիդ որում բادرակումով, զոհակործումով, խաչելությամբ, թաղմա, հարությամբ եկար դալու մեզի նոր կյանքը Եկար դալու մեզի առավել կյանքը, ճշմարիտ կյանքը որուն համար շնորհակալ ենք, բայց նաև մեր աղոթ խնդրանքն է որ դաս մեզի իմաստությունը որպեսզի կարենանք հասկանալ այդ ճշմարիտ կյանքին արժեքը ու մանավանդ կարենալ ապրիլ այդ ճշմարիտ կյանքը Անորամարան դու մեր քայլերը գարաշնորհես մեզ գահավաքես ու պատկամները կփոխանցես որպեսզի նաև սորվեցնես մեզի այդ ճշմարիտ կյանքի մասին ուղես առաջնորդես մեզ որպեսզի ստանամ ապրենք այդ ճշմարիտ կյանքը Ուստի կխնդրենք քեզ որ իմաստությունը դաս մեզ յուրաքանչյուրին խոսողին, լսողին, հետևողին, դիտողին, մտի գնողին
որպես ինչ որ կպատկամես այսօր, ինչպես անցյալին նաև այսօր, այդ պատկամները թող որ լան իրավես հոգևոր սնունդ, մեր հոգևոր աճման, մեր հոգևոր պատրաստության, թող որ իրավես լան գաթիլ մցետ, հավելյալ գաթիլ մցետ մեր հավատքի կանթեղին, որպեսզի երբ ժամանակները հասնենք ու կալուստիտ, չնմանինք այն հիմար բույսերուն, որոնք հավելյալ ցետ չունեին, այն նմանինք այն իմաստուններուն, որոնք հավելյալ ցետ ապահոված էին իրենց հավատքի կանթեղները վառ լուսավոր բահելու համար։ Մեզ ալ դուր այդ իմաստությունը, որպեսզի մենք գալ կարենանք օգտագործել ամեն առիթ եւ պատեհություն։ Բլանանոնք սերտողության ջամփով, աղոթքի ջամփով, արարողություններու, պաշտամունքներու ներկայության ջամփով, տարբեր միջոցներով, կարևորը սակայն մենք կարենանք մեր այդ հավատքի կանթեղին հավելյալ ցետ ապահովել։ Իմաստնավոր իմանավանդ այսօրվան աշխարհի այս տրվածքին, նեղության, դժվարության, իր տարբեր երեսներով, տնտեսական, ընտանեկան, անձնական, որպեսզի կարենանք բոլոր այդ դժվարության մեջով ու առաջնորդությամբ անցնին եւ հասնին մինչեւ խաղաղ նավահանգիստ, որ ուրիշ բան չէ, եթե ոչ հավիտենական կյանքի ժառանգությունը։ Անորամարալ այնպես ինչպես Պողոս առաքյալը գսե, հույսով է, որ կսպասենք ու կալուստիտ։ Մեր աղոթքն է, որ մեզ ալ լեցնե Սուրբ Հոգի շնորհներով ու մանավանդ այն կարևոր շնորհներով, որ հավատքի, ուսի ու սիրո շնորհքն է։ Այս այդով գաղութենք եւ կխնդրենք ով երտնավոր Հայր, որ հիշես բոլոր այն բարակաները, որոնք դժվարության եւ նեղության մեջ են, ընտանեկան, անձնական, գործի, տնտեսական, առողջական եւ այդ բոլորին համար քո ողորմությունը կխնդրենք։ Կխնդրենք նաև այն ինչ որ դու սորվեցուցիր, ինչ որ խնդրեք որդին անունով հորմեն պիտի դրվի ցեզի։ Այս բոլորը կխնդրենք մեր Փրկին Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ առավել ևս այս բոլորը կխնդրենք հավատքով, հույսով ու մանավանդ սիրով։ Քո ողորմությամբ նայիր յուրաքանչյուրին քո աչքդ երկարե, ու մանավանդ մեր աղոթքն է, որ յուրաքանչյուրիս քո ողորմությամբ եւ կտությամբ կավես ներես մեր մեղքերն ու մեր հանցանքները։ Գամա թե ագամա, գիտությամբ կամ անգիտությամբ, ինչ որ քեզի դեմ մեղանչեցինք։ Եվ ինչպես Սամոսներում մեջ գրված է, սիրտ սուրբ հաստատյա հիսասված եւ հոգի նորոգյա ի փորի իմուն։ Եվ ու ողորմությունը խնդրելով կսենք։
Դեր ողորմյա, Հիսուս բրգիչ մեզ ողորմյա։ Ձեր բոլորի աղոթները լսելի, ընդունելի լան և սամոսներու բարերով նաև խնդրենք Աստուծմե, որ խոնարեցնե իրականչը և լսե մեր աղաչանքն ու խնդրանքը բարի երեգո ձեր բոլորին, նաև բարի երեգո բոլոր անոնց, որոնք նոր գհետևին այս երդողություններում բարի են եկած, նաև բարի երեգո բոլոր անոնց, որոնք գհետևին համացանցի ֆեյսբուքյան այս ճամփով ուղիղ եթեր Աստվածաշունչի սերդողություններում, ուր որ ենք, ինչպիսի բարականերու մեջ որ ենք, խնդրենք Աստուծմե, որ իր օրհնությամբ և Սուրբ Հոգի շնորհներով նաև լեցնե մեր կյանքերը։ Մենք այսօր պիտի փորձենք տեսնել 106-րդ Սամոսը և 106-րդ Սամոսին առաջի բաժինը, որ մեկեն մինչև 24 համարներն են։ Անոնք, որոնք անցած շաբաթ այստեղ չէին, մենք փորձեցինք տեսնել 105-րդ Սամոսը, որ խորքի մեջ 106-րդ Սամոսը շարունակությունն է 105-րդ Սամոսին, որ կնշանակե 105-րդ Սամոսը որպես թե ավարտեց իր ըսելիքը, բայց 106-րդ Սամոսով կշարունակե իր միտքը։ Ըսելիքս այն է, որ անոնք, որոնք ներկա չէին անցած շաբաթ, փորձեցինք 105-րդ Սամոսով տեսնել, թե ինչպես Աստված իր ժողովուրդը իր դված խոստումին համաձայն ազատագրեց Եգիպտոսի ստրկութենեն։ Եվ այդ պատմությունը մենք կգարտանք 5 դագարանի երից գրքի մեջ։ Այնտեղ կներկայացի, թե ինչպես Աստված երևցավ Մովսեսին, վրգեց Մովսեսը փարավոնին, որպեսզի նաև ազատ արձակե այդ ժողովուրդը, եւ պատմությունը մեզ կներկայացնի, թե ինչպիսի հարվածներ եկան Եգիպտոսի գլխուն, որտեղ փարավոնը չուզեց ազատ արձակել Աստուծո ժողովուրդը, որպեսզի 3 օրվան ճամփորդությամբ երթային եւ սասված պաշտեին։ 106-րդ Սամոսը ինչ որ պիտի փորձենք այսօր տեսնել, խորքի մեջ խոստովանություն մնե։ Եվ ընդհանրապես խոստովանությունը կապված է ինչի մեղքի։ Եվ ինչ է մեղք կոչվածը, եթե ոչ Աստուծո թեմ եղած այն արարքն է խորհուրդով, խոսքով կամ թե գործով։ Ինչ որ մենք կնենք, այնպես ինչպես դիտեսեր Թավիթ 51-րդ Սամոսի մեջ, միայն քեզի թեմ ասված, միայն քեզի թեմ է, որ ես մեղք գործեցի, եւ այդ եսը գտարնա նաեւ մենք։ Այդ եսին մեջ, անձնականի մեջ նաև գտարնա այդ հավաքականությունը։ Սակայն նախքան մեղքի խոստովանությունը այստեղ ունենք առաջին բաժինը, որ կներկայացնե մեզի Աստուծո ինչպիսին ըլլալը, անոր հիման վրա խոստովանություն ընելը։ Այնպես ինչպես երբ որ դու գերտաս բժիշկին, որտեղ այս կամ այնտեղ կծավի, խորքի մեջ ուրիշ բան չես ներդում բժիշկին, եթե ոչ խոստովանիս, խոստովանանք է։ Երբ որ բժիշկ քեզ գարցնե, որտեղ կծավի, ինչ ունիս, ինչու եկած ես այստեղ։ Եվ այդ քո արտահայտությունները ուրիշ բան չեն, եթե ոչ խոստովանանք են։ Բայց այդ խոստովանանքը նաև պայմանավորված է քո ճանաչումդ հանդեպ բժիշկին։ Եթե բժիշկին նկատմամբ այդ վստահությունը չունիս, եթե բժիշկը չես ճանաչնար ինչպիսի բժիշկ մնե իր մասնակցությամբ, դժվար է ասես պատմես ու վիճակը։ Այնպես ինչպես ո՞ր մեկ բարակային, այսօր երբ որ անցորդը գողքով գանցնի, դու չես դառնալ եւ իրեն չես պատմել քո պատմությունները, քո ցավերը, քո դարաբանքները։ Ընդհանրակը կպատմես անոր, որուն նախ կվստահիս, երկրորդ նաև կճանչնաս, թե ինչպիսի մեկն է այդ անձը, որովհետեւ կարենա քեզի նաև օգտակար դառնա, կարենա քեզ փուժե կամ կարենա քեզ դուրս բերել այդ վիճակից։ Անորոմանալ 106-րդ Սամոսի առաջին բաժինը խորքի մեջ խոստովանություն է, խոստովանանքը մեղքի նկատմամբ, բայց նաև խոստովանություն եւ թավանանք է սասված ճանչնալու հանգամանքի մեջ։ Եվ adorable առաջին բաժին, երբ որ սկսենք կարդալու, այնպես ինչպես նախորդող Սամոսի բարակային, օրհնության երգ երգեցեք Աստուծո, օրհնություն ըրեք, շնորհակալություն հայտնեցեք Աստուծո։ Բայց հաջող մենք կարծենք անցան անգամին փորձեցինք տեսնել, ինչ բանի համար ես շնորհակալություն պիտի հայտնեմ Աստծուն։ Ինչ վրաց է ինձ, որպես ես շնորհակալություն հայտնեմ Աստծուն։
Որտեւ այնքան քեղեցիկ է բարի գործածությունը հայերեն լեզվի մեջ։ Շնոր ընկալ, շնորհակալ եկած է այդ երկու բառերը շնորհքը ընկալող, առնող, վայելող։ Ուրեմն ինչ որ մեզի դրվածը մենք իբրև շնորհք է որ մեզի դրված է, որ գնշեն մենք չունեինք եւ մեզի դրվեցավ եւ այդ մեզի դրվածը մենք արինք երախտագիտությամբ, շնորհակալությամբ, շնորհքը ընկալելով, ամենայն այսպես սրբած, հետեւաբար դուք եւ գեհիշեցնեք, ասել օրդություն երկեցեք Տիրոջ։ Քիչ մեկը պիտի մանրամասնե, ինչու է որ պետք է օրդություն երկել Տիրոջ։ Եվ գշարունակը, եթե հետևիկ թուղթերուն, թերթիկներուն եւ այդ Սամոսին 106-րդ Սամոսին քողություն հայտնեցեք, շնորհակալություն հայտնեցեք Տիրոջ։ Ինչու? Որովհետեւ բարի է։ Երկրորդ, ինչու? Որովհետեւ անոր սերը հավերժական է։ Եվ այս երկու բարերը բուքան փոխանցելու խոստովանողին, մեղքերը խոստովանողին, ըստ համար դես բարեկամ։ Հիմա որ դու եկած ես քու մեղքերը խոստովանելու Քիծած եղի, որու որ գխոստովանիս բարի է, այսինքն իր մեջ չարություն չկա, այսինքն ինչ որ գխոստովանիս, խորքի մեջ ինչ գխոստովանիս մեղքերը, որու նկատմամբ է այդ մեղքերը, իր նկատմամբ են այդ մեղքերը։ Ճիշտ է մենք մարդոց նկատմամբ չարիք գործած ենք, մենք մարդոց նկատմամբ մեղք գործած ենք, բայց գարթանք եթե երբեք, Դավիթը ինչու է որ գսե 51-րդ Սամոսի մեջ, քեզի թե միայն մեղանչեցի ով Աստված, միջակ Դավիթը որու թե մեղանչեց։ Իր հրամանատարին թե մեղանչեց, անոր բادرազմի գրգեց, սպանեն տվավ, որպես անոր գինը վերցներ իբրև գնության։ Հովսեփը որու թե մեդի մեղ գործեր, երբ որ Բեդապրեսի տան մեջ կաշխատեր իբրև պատասխանելու, եւ Բեդապրեսի գինը ցանկաց Հովսեփ ունենալ, Հովսեփը ինչ պատասխանեց։ Այս մեղքը եթե գործեմ, Աստուծո թեմ գործած կլամ, ոչ թե միայն Բեդապրեսին, ոչ թե միայն Բեդապրեսին թեմ թավաճանություն որպես, այլ Աստուծո թեմ գործած կլամ։ Եվ հիմա երբ որ եկած եմ խոստովանելու իմ մեղքերս, անոր, որուն թեմ ես մեղք գործած եմ, գուկա հիշեցնելու, որ անիտա բարի է, բարություն է, բարության աղբյուրն է։ Երբ որ բարի է, բարության աղբյուր է, գնշան իր մեջ չարություն չկա։ Ուրեմն երբ որ դու մեղք գործած ես, մի գասկածներով լեցուն իրեն մոտենալու եւ խոստովանելու թե հիմա ինչ կրնա ասել ինձի ընդհակառակը քեզ գտնունի բարությամբ եւ ոչ թե միայն քեզ գտնունի բարությամբ այլ նաեւ քեզ գտնունի սիրով որտեղ ինքը հավերժական է անոր սերը պայմանավորված չէ անոր սերը ժամանակի հետ կապված չէ անոր սերը այն ինչ որ մեր բարակային է մեր բարակային մեր սերերը ժամանակավոր են Մեր բարակային մեր սերերը պայմանավորված են։ Երբ որ բադանի էի որոշ բաներ գսիրեի, քիչ մեծահասակ դարձա այլև չեմ սիրել անակ բաներ։ Բադանի եղած ժամանակ ասիչ խաղալիքներ գսինեի, հիմա որ մեծահասակ եմ այդ խաղալիքները չեմ սիրել։ Այսօր որոշ մարդիկ կան իմ կյանքիս մեջ շատ կսիրեն, որոշ մարդիկ կան շատ չեմ սիրել։ Որոշ մարդիկ կան անցյալին շատ կսիրեի, այսօր նվազ գսիրեն։ Ուրեմն գնշակ է իմ որպես մարդ արարած սերս պայմանավորված է։ Իմ որպես մարդ արարած սերս ժամանակավոր է։ Իսկ այն ինչ որ գվերապերի Աստուծո բարակային, Աստծո սերը հավերժական է։ Եվ ահավասիկ ինձին հույս կուտա, հույս վստահություն կուտա։ Եվ ձեզ գխրախուսե, գքաչալերե, ըսերան թնա խոստովանի քու մեղքերդ։ Մի վախնար խոստովանել է, որտեղ որով որ պիտի խոստովանիս բարի է, որով որ պիտի խոստովանիս հավերժական սեր է, եւ այդ սերը ինքը հայտնեց, հիմա պիտի խոսի այդ բոլորի մասին։ Այդ սերը հայտնեց։ Եվ գիտեք երբ եւ ինչ արիտով հայտնեց։ Այն արիտով, երբ որ իր իսկ ժողովուրդը իր թեմ մեղանչեց։ Եվ ոչ թե բարձրապես սեր հայտնեց, որովհետև իր ժողովուրդը զինքը սիրեց։ Մեր բարակային այդպես է։ Ես քեզ կսիրեմ, որովհետև դու փոխադարձ զիս կսիրես։ Դու զիս կսիրես, որովհետև փոխադարձ ես քեզ կսիրեմ։ Բայց Աստծո բարակային այդպես չէ։ Աստված ինքը կսիրե, որովհետև նա ինքը սեր է։ Եվ մանավանդ մեզ գսիրե, ոչ թե որ մենք զինք կսիրենք, այնպես ինչպես Միտեսե Հովհաննես իր ընթարական նամակի մեջ, սիրենք Աստված, որտեղ նա ինք մեզ սիրեց, եւ զինք սիրենք նույն այն սիրով, որ ինք մեզ սիրեց։ Այսինքն, եթե իր սերը հավերժական է, մեր ալ սերը հանդեպ իրեն այդպիսին ըլլա։ Եթե իր սերը անպայմանավոր է, առանց պայմանի է, մեր ալ սերը իր հետ այդպիսին ըլլա, եւ ոչ թե պայմանավորված։ Եթե իմ ուզածներս տաս քեզ կսիրեմ,
Եթե իմ խնդրանքները սնես քեզ գսիրեն։ Գսե այդպես թող չլա։ Ուրեմն այս վիճակներն են, որ առաջին իսկ դողերով Լուկա հստակեցնելու իր մտքի մեջ, խոստովանողի մտքի մեջ, որ օրհնեցեք, գոհություն հայտնեցեք, որտեղ բարի է, որտեղ անոր սերը հավերժական է։ Եվ առավել եւս, եւ ով կգնա նկարագրել, ով կգնա պատկերացնել Տիրոջ անչափ զորությունը։ Մենք հաճախ կխոսենք Աստծո զորության մասին, մենք կխոսենք Աստծո մեծության մասին, բայց ով կգնա գսե այդ բոլորը, որտեղ ինչ որ փորձենք նույնիսկ այդ բոլորը պիտի փորձենք մարդկային մեր չափանիշով, մարդկային մեր կարողությամբ, այնպես ինչպես դիտեսե Բողոս Արաքյան։ Գսե միջև երրորդ երկինք ելա։ Այնպիսի բաներ տեսա, որ կարելի չէ մարդկային բարերով արտահայտել, խոսել, նկարագրել, կարելի չէ, որտեղ չկան ինչ դիտեսեն, ինչ բար գործածեն, ինչ հոմանիշ գործածեն, որպես ես կարենամ այդ վայելքը, որ ունեցած է Պողոս Արաքյան երրորդ երկինք բարձրանալով, այդ բոլորը կարենամ փոխանցել, եւ այստեղ եւս Սամուս 2 գսե, ով կգնա նկարագրել Աստծո վեհությունը, Աստծո զորությունը, ինչ բարերալ գործած ենք, ճիշտ է, Նարեկացին իր աղոթներում մեջ կնկարագրե որոշ այսպես ասած հոմանիշներ, Գբրիանոսը, որ այդ փոքրիկ քրկուկը գարտակ պիտի տեսնեք այնտեղ, այն փենական կարգով, Աստծո վերապերով վերակրելիները, ըստորոքելիները, բայց որքանով իրոք 100% հոմանիշներ են, որտեղ ավելին է, եւ այնպեսի քեղեցիկ արտահայտությունը դասվաշուչի մեջ որ գսե, ոչ մեկ աչք չտեսած, ոչ մեկ ականջ չլսած, որևէ մեկում մտքեն իսկ չի անցած, որ Աստված ինչ պատրաստած է, տակավին որքան առավել եւս պատրաստողը այլ խոսքով Աստված։ Անորամարան ինչ տվավ, նախաճաշակ մտվավ, աշխարհ ղրգելով իր միածին որդին, որուն համար Եբրայեցոս նամակը գսե, աներևույթ չտեսնվող Աստուծո երևելի ու ճշմարիտ պատկերը որդին ինքն է, անոր համար երբ որ Փիլիպոսը խնդրեց, ցույց տուր մեզի հայրը, Հիսուսը ասավ, այս կանադեն ես ձեզի հետ եմ, չջանցակ հայրը, որտեղ ես հորս ով էի, հորս ծոցեն ելա, ինչ որ հայրս է, ես եմ, որբեսի կարելի եղած չափով, մարդկային կարողության համաձայն, կարենար նախաճաշակ մտալու մարդուն, եւ այդ նախաճաշակներեն նաեւ մեկի պիտիլար թափոր լերան այլագերբումը Քրիստոսի, նախաճաշակ մներ, ամբողջականը չէր, եւ անորամար է, որ Պողոս Արաքյան Գորընթացյան նամակի մեջ կսե, հիմա մենք շադեն միայն քիչն է, որ գիտենք, միայն քիչը, եւ այդ քիչն ագսե բղդոր դագավին, հստակալ չէ, որտեղ մեր միտքը չի գտնար հասանելիությունը չունի հասկանալու ըմբռնելու, շատ չամոսին այդ բոլորը, որոնք իրենք զիրենք իհարկանս սխալ չհասկանակ, անոնք որոնք իրենք զիրենք աստվածապաններ կներկայացնեն, Քրիստոսապան կամլիցի, ինչ ալ գարենանք, ինչպիսի փարեր ալ գարենանք օգտագործել, պիտի չգարենանք կսե ով կրնա ներկայացնել, նկարագրել Աստուծո զորությունը, ոչ ոք կրնա։ Եթե այսպիսին է ոչ ոք կրնա, կնշանակե մեր իմացած են, մեր գիտած են ավելին է։ Երբ որ ավելին է, ինչու տակամին կգասկացիմ, ինչու տակամին ահութողի մեջ եմ, երբ որ ունիմ վստահությունը անոր, որ հավերժական սեր ունի, անոր որ բարի է, երբ որ ես տակամին անոր զորությունը չեմ գտար նկարագրել, որում միայն նախաճաշակ մտվավ ամբողջ Եգիպտոսի տարածքին, ցույց տալով իր հրաշքները, ցույց տալով իր նշանները, նախաճաշակներ էին, տակամին ամբողջականը չէր, ուր մնաց ամբողջականը, անոր համար դուք եւ կներկայացնեք սե, ով կգնա նկարագրել մեր Աստծուն Տիրոջ զորությունը, կամ անոր ամբողջական օրհներկությունը հնչեցնել, այսինքն ով կգնա ամբողջական օրհներկությունը հնչեցնել, ինչ, որքան գնանք շնորհակալություն հայտնել, անոր համար այսօր, երբ որ փամը գուտասինցի, փամը որ ես չունիմ, քանի անգամ շնորհակալություն հայտնել, այնքան որքան որ կգնամ, այնքան որքան որ կգնամ, եւ այստեղ ուքա գսե,
Եթե զորությունը չեն կրնա նկարագրել, հավա որքան գնա ով գրնա արդյոք անոր օրդներկությունը ամբողջական հնչեցնել, ամբողջական։ Մենք հաճախ կգործենք, որ երբ որ Աստված մեզի փարիկներով գլեցնե, երբ որ Աստված մեզի մեր կյանքի մեջ կհրաշագործե, հիվանդ ենք բժշկել, շնորհանանենք, ուխտ կնենք, այս կնենք, այդ ով ստավ այդքանը բավարար է։ Ով ստավ իրոք իր դվածին թիմած համապատասխան է, եթե գուզենք համապատասխան հասկացողություն ունենալ։ Ոչ ոք։ Ոչ ոք։ Անորամարան Աստվածաշունչը ինչ կսովեցնե։ Բողոս արաքյալը ինչ կսե։ Ուզես շնորհակալություն հայտնել չէ Աստծո։ Եվ անցյալի մանավանդ եբրայական մտածողության մեջ շնորհակալությունը ինչպես կհայտնեին խաղաղության զոհով, շնորհակալության զոհով։ Բողոս արաքյալը գիտեք ինչ կսե։ Աստծո զոհասեղանին, որ դուք ձեր զոհը պիտի ընծայեք, զոհ մի ընծայեք։ Ձեր սրտերը դվեք իբրև զոհ Աստծո, որ կնշանակե քու սերտ, անվերաբար, անգասկած առանց կասկածի, անպայմանավոր առանց պայմանի, ամբողջական սերտ, սիրտդ, փափախող, դրբող, այդ սիրտդ ընծայե Աստծո զոհա սեղանին։ Այլևս նույն 51-րդ Սամոսի մեջ Դավիթը գսե, եթե զոհ ուզեիր, պիտի մատուցեի, բայց քու ուզած զոհդ զղջումնալից սիրտ է ով Աստված, զղջումով խոստովանությամբ լեցուն, եւ Աստված այդ է, որ կսպասե մեզ յուրաքանչյուրին։ Այլ խոսքով, բարձ բարերով վերադարձ առաստված։ Ուրիշ ոչինչ։ Վերադարձ առաստված, այնպես իբրես վերադարձ անարակ որդիին, իր հորը, անոնամա Քրիստոս ներկայացուց մեզ յուրաքանչյուրը որպես անարակ որդին։ Իսկ եթե անարակ որդին չենք, հապա որ որդին ենք։ Եթե անտրանիկ որդին ենք, դունը մնացած, որ ինձինքը ծառայի վիճակի մեջ տրած, այլապես եթե անարակ որդի ենք, այնքան հստակ է պատմությունը, թե ինչպես կներկայացվի, ցերկերը բաց հայրը կսպասեր որդու դերապրածին։ Նույնպես հալ Աստվածինք, հետևաբար Աստծո այդ փարության, Աստծո այդ հավերժական սիրուն թիմած, որքանով կրնան մեր շնորհակալությունը հայտնել, ամբողջական օրհներկությունը հնչեցնել, բավարար պիտի չլա, բայց Աստված այդքանով, որքանով մենք Նարեգացի սուրբին փարերով ի խորոց սրդի խոսքն Աստծո հետ կխոսակցենք։ Եվ այդ մդերմության, այդ հարազատության, այդ սիրո գաբն է, որ կստեղծենք Աստծո հետ։ Եվ հետևաբար Երանի անոնց, որոնք իրավունքը կպահեն եւ մշտապես արդարությունը կփորձեն։ Եվ հիմա գուկաբահը հիշեցիս Տեր, երբ հաջությունդ քու ժողովրդի ցույց տաս, օգնեցի երբ քու փրկությամբ կաս։ Ժողովրդի ցույց պիտի տաս հաջությունը եւ փրկությունը, այդ արիթոն նաեւ օգնե եւ հիշեցիս, որբեսի ինչու հիշե եւ օգնե, որբեսի նաեւ ընդրյալներու հետ միասին փարորությունը տեսնեն եւ մասնագիծ լամ ընդրած ժողովրդի ազգիտ ուրախության։ Զիս հիշե, զիս օգնե, հիշեցեք ով ավազագը խաչագից Քրիստոսի, զիսար հիշե, երբ կաս քու արքայությամբ, եւ այստեղ ինչ կսե, զիսար հիշե, օգնե, երբ որ կաս քու փրկությամբ, հիշե, օգնե, որբեսի ես ալ մասնագիծը լամ, ընդրյալ այդ ազգիտ, ընդրյալ այդ ժողովրդիդ, որ քու փարությունը տեսնեմ, եւ այդ ուրախության մասնագիծը լամ, եւ այդ ուրախությունը, որ ուրախությունը կհիշեցնե, Եշեցինի այն ուրախությունը, որ Քրիստոս կխոսի արիտոմը արագի ջամփով, 3 ծարաներ, դրվեցավ 5, 2, 1, դերը քնած, վերադարձին հաշիվ պահանջեց, 5 դրվողին 5 շահեցավ, 2 դրվողին 2 շահեցավ, 1 դրվողին հողի տակ թավեց, բայց դիրոջ արդայդությունները, պատասխանները ինչ էին, փարի ազնիվ հավատարիմ ծառա, եգուր եւ մասնագից եղի դիրոջը ուրախության,
այստեղ եւս Սամոս 2 գսե, որովհետեւ ես ալ մասնագից ըլլամ այդ ուրախության, որ ուրախության, հարսանեկան ուրախության, այն ուրախության, որ երբ որ ներս մտավ գսե Դանուտերը, դեսավ բոլորը այնտեղ ներկա են հարսանեկի սրահի մեջ։ Դեսավ մեկը որ ցնցոդիներով էր, դուրս հանեցե գսավ, հոմ ուր ագրաներու գրջդում, խավար լաց է որ տեղի ունենա։ Իսկ ներսը ուրախություն, ինչի ուրախություն, փրկության ուրախությունը, ինչի ուրախություն, հավիտենական կյանքի ժառանգության ուրախությունը։ Այսօր հետևաբար մեր ուրախությունը ինչով պայմանավորված է։ Մեր ուրախությունը պայմանավորված է կյանքի հաջողությամբ։ Մեր ուրախությունը պայմանավորված է կյանքի առողջությամբ։ Մեր ուրախությունը պայմանավորված է քիչ մտրամ շահելով։ Բայց եկեք տեսեք, որ այս բոլորն ալ պայմանավորված են ժամանակի հետ կապված են։ Անոր համար է որ Քրիստոսը ասե ծեր ուրախությունը, ծեր քանցը ըրեք այնպեսը, որ ոչ քողը, ոչ ցեցը, ոչ ապագանությունը կան եւ հապշտագեն կամ փճացնեն։ Հետևաբար զիցալը այնպեսը հիշեզիս, օգնեզիս, որովհետեւ նաեւ մասնակից ըլլամ այդ ուրախության, որովհետեւ այս աշխարհի դված ուրախությունը ժամանակավոր ուրախություն։ Այս աշխարհին դված ուրախությունը խապուսիկ ուրախություն է։ Փորձենք տեսնենք։ Փորձենք։ Փամը ունենալու համար այնքան դաշխատիմ, այնքան գդտնիմ, այնքան գճտնիմ, երբ որ ունենամ, վերջ։ Քանի մշամ, քիչ մնալ արիտան, քանի օր, հետո վերջ, ուր մնաց այդ ուրախությունը։ Հիմա կսկսեմ ուրիշ բանի մի հետևեն երթա։ Ուրիշ ծրագիրներ մշակելու։ Անորոմալ Սամոս 2-ն ինչ կսե։ Այս թադար բարակ հոգին միայն ինչով կլեցվի, միայն քու ներկայությամբ կլեցվի, միայն քու ներկայությամբ իր ուրախություն ունենա, իր հրճվանքը ունենա։ Հետևաբար այստեղ եւս կսե, ինչ կլա հիշեցիս օգնե, որովհետեւ մասնակից լամ այդ փառողությունը տեսնելու եւ մասնակից լամ այդ ուրախության եւ այդ ուրախությունը որու համար պատրաստած ես ընդրյալ ազգիդ ժողովրդիդ եւ գշարնագե եւ քեզ կովերքեմ քու ժողովրդիդ հետ միասին որովհետեւ տեսեք ուրեմն երբ որ Աստված իրեն համար ժողովուրդ մնդրեց այդ ժողովրդին բարդականությունը ինչն է այդ ժողովրդին գոչումը ինչն է կովերքել քու սուր անունդ Զիս հիշե, զիս օգտե, որպեսի մասնակից լամ, որպեսի նաև քեզ կովերքեմ քու սեփական ժողովրդիդ հետ միասին։ Արքարև մեր հայրերուն պես մենք եւս մեր փորձեցինք, անօրենություն եւ հանցանք փորձեցինք։ Ագսկսի խոստովանությունը։ Այնպես ինչպես մեր հայրերը նաև մենք հանցանք փորձեցինք։ Միայն մեր հայրերը չեն, որ հանցանք փորձեցին։ Նաև մենք, որ կնշանակե հանցանք փորձելը սերունդե սերունդ փոխանցվելիք երևույթն է։ Այնպես է, որ հաճախ ուքանք եւ գսենք, որ օրինակ աթամիկը մեղ փորձեց մեզ ինչ։ Թե մենք ան մեղ փորձեցինք, ով սա որ մենք մեղ չփորձեցինք։ Անորոմար առաքյալը գսե, եթե ասենք, որ մեղ չունինք, եթե ասենք մեղ չենք գործեր, սուտ խոսած կլան եւ զասված սուտ հանած կլան։ Մենք հաճախ կփորձենք այնպես ներկայացնել, կարծեք մեր նախահայրերն են, որոնք միայն մեղ գործեցին, չէ, մենք մեղ չգործեցինք։ Չէ՞ գսե այնպես ինչպես մեր նախահայրերը մեղ գործեցին, մենք ալ մեղ գործեցինք։ Եվ այդ նույն հիշեցումը գնե Բողոս առաքյալը առաջի Կորինթացին նամակի մեջ։ Զգուշ եղեք, այնպես ինչպես որ ծեր նախահայրերը մեղ գործեցին անապատի մեջ, զգուշ եղեք, որ դուք նույնը չգործեք հիմա այստեղ։ Ուրեմն անցյալի քրվածը Բողոս առաքյալ գսե, ցեզի համար հիշեցում պետք է լինի։ Ցեզի համար դաստիարակչական բնույթ պետք է ունենա, որպեսզի դուք նույն մեղքը չգործեք։ Բայց գուկակը խոստովանի գսե, ինչպես մեր հայրերը մեղքը գործեցին, մենք ալ մեղ գործեցին։ Եվ ինչ էին իրենց նախահայրերուն գործած մեղքերը։ Եգիպտոսի մեջ մեր հայրերը չհասկացան սկանչելի գործերը։ Մորցան անչափ բարիկները։ Հազիվ ձովը անցած, Գարմիր ձովի մասին է խոսքը։ Հազիվ ձովը անցած։ Հազիվ արդեն գճշտե։ Հազիվ Գարմիր ձովը անցած, աբստամփեցան քեզի թեմ։
Սամոս այս Սամոսը, ինչպես 105-րդ, անոր համար քիչ առաջացի շարունակությունն է 105-106։ Խորքի մեջ բացատրական է, այս երկու Սամոսները բացատրական են ամբողջ ելից գրքի եղած թեփքին, սկսյալ Մովսեսի ընդրութեն են, անոր կանչել են, ղրգել են փարավոնին, մինչև անոնց ելքը, անաբադային թափանումները, մինչև խոստացված երկիր մուտքը։ 105 եւ 106 Սամոսները դուքան բացատրությունը տալու ճիշտ այդ քիրքի թեփքին, ամբողջ սկսյալ մինչև իր ավարտը։ Եվ տեսեք ինչպես կսկսի։ Մեր հայրերը չհասկացան։ Դեսան, այդ չհասկացան։ Որովհետև եթե հասկացած լային գարմիր ծովը չանցած, հազիվ անցան գսե, արդեն ապստամբեցան քեզի թեմ։ Որովհետև եթե հասկացած լային, այդպես պիտի չնեին։ Եվ հիմա տեսեք այստեղ կա նրբությունը։ Լավ շատ աղեք, եթե Երանի հասկացած լային պիտի չնեին, հավա իրենց չհասկանալու պատճառը, որու մեղադրել։ Որովհետև աջակցության եւ գսենք, Երանի մեզի փաստադրած լայիկ, եթե փաստադրած լայիկ մենք պիտի չնեինք այս սխալը։ Բայց ընդհանրակը Մովսես ինչ կփորձեր ուներ։ Եվ իրենք ինչ է որ տեսան։ Իրենք 400 տարի ապրած էին այնտեղ, երեք եւ այսօր նոր եկողներ չէին Եգիպտոս։ Իրենք վարժ էին այդ բոլոր թրվածներում վարժ էին իրենք իսրայելացիները։ Գիտեին եգիպտական ճասվածությունները ինչ են ովքեր են։ Գիտեին Նեղոսի դեղը թերը ով է ինչ է։ Գիտեին իրենք։ 400 տարի այնտեղ ապրած էին իրենք։ Այնպես չէ որ անկիդակ էին, այնպես չէ որ նոր հասած էին դակավին։ Արդյոք չհասկացան կամ չուզեցին հասկանալ ճիշտ։ Այնպես ինչպես գսե Եսայի մարգարեին, գսե այս ժողովուրդը աչք ունի, չի տեսներ, ագանջ ունի, չի լսել։ Արդյոք չի տեսներ, եթե չի տեսներ կնշանի բույր է։ Կամ ունի աչքը, բայց չուզեր տեսնել, եւ այնպես գսե Քրիստոս օրենքի ուսուցիչներուն եւ փարիսեցիներուն, եթե դուք աչք ունենայիք, խորքի մեջ ունիք այդ աչքը, բայց տեսնելու աչքը չունի։ Լսելու ագանջը չունի։ Եվ ադանան Քրիստոս գսե որպեսի իրականանա մարգարեին ասված խոսքը, աչք ունին չեն տեսներ, չեն տեսները, ասել դուզենայել չեն ուզեր տեսնել, չեն ուզեր լսել, որտեղ գսե Քրիստոս եթե տեսնեն եւ լսեն, ինչ պիտենեն, թարցի կան, եւ ես փրկեմ սանոնք։ Ուրեմն տեսնելը քեզի պիտի դա արիդ, ինչի անդրադարձի, գիտակցության, ապաշխարության վերադարձ արաստած։ Լսելը արիդ ապաշխարության վերադարձ արաստած։ Եվ մեր հայրերը գսե քու ըրած սկանչելիքները, տեսեք ինչպես կնշեք, որպես ինչ կներկայացնեն։ 10 հարվածներու մասին է միջարոց խոսքը։ Եվ կներկայացնեն որպես Աստծո սկանչելիները։ Եվ կներկայացնեն որպես Աստծո գոմե եղած հրաշքները, անոնք հարվածները միջեք։ Ինչպես որ անցած շաբաթ կխոսեինք, Արիտոմը հարցում եղավ, անոնք որպես բադիժներ չեն, բադիժներ չեն։ Որտեղ Աստծո գոմե դրված բադիժը գիտեք որ բադիժն է։ Մենք հաջող այդպես ալկանենք, որ Աստված մեզ կպատճե, Աստված մեզ ինչպես կպատճե։ Ընդհանրակը մեզ Աստված կհրավիրե զգաստության, հրավեր ապաշխարության։ Աստծո բադիժը գիտեք որ բադիժն է, եթե Աստված ուզի պատճե։ Երբ որ երես կթարցնի։ Եվ ադորամար գխնդրես Սամուս երկու, գսե Աստված, ով Աստված, ինձ մեն երես մի թարցներ։ Եվ Աստված երես թարցնել կնշան լքե, ալ չնայի, ահա այնադեն է բադիժը, ահավոր բադիժը։ Իսկ մյուսները չարնենք որպես բադիժ, հնդագարակը մյուսները արնենք որպես ըսկաստության հրավեր, անդրադարձ, ապաշխարություն, արթնցի ով կնացած մերելուտենետ։ Եվ հետևաբար մեր հայրերը չհասկացան փուրած ըսկանչելի գործերըդ։ Մորցան անչափ բարիկները, հազիվ ծով անցած կարմիր ծովը ապստամբեցան քեզի թե։ Եվ ինչ էր այդ ապստամբությունը։ Հագարակ ադոր, որ ապստամբեցան, դերը փրկեց Զանոն։ Ինչու՞։ Ետ վերելն են առաջի տողերը։ Որտեղ անիկա բարի է, անոր սերը հավերժական է։ Բարի է, անոր սերը հավերժական է։ Բայց զսկուշ
մի վերջացնենք, վերջագետ մի տնենք, որտեղ միտքը պիտի շարունակվի։ Բայց հաջողներ այդ դժվարության մեջ մենք գրնանք ինալ, փորձության մեջ գրնանք ինալը սեր համար, լավ, որովհետև Աստված բարի է, Աստծո սերը հավերժական է, մենք գալ ընդհանրապես Աբստամբին գիրթեմ, մեր գործենք գիրթեմ, մեղանչենք գիրթեմ, որովհետև ինքը բարի է եւ այդպես է նաև մեր արարողությունը, այդպես է նաև մեր ինքնա արդարացումը, որովհետև Աստված բարի է, հավերժական է անոր սերը, ուրեմն գներենք։ Ինչպես կսե կներկայացնեմ ես Իսամոս 2-ում։ Հակառակ անոր Աստված փրկեց զանոնք։ Եվ ինչու փրկեց, որպեսզի իր անունը փառավորվի եւ անոնք ճանչնան իր զորությունը։ Գիշեցնեմ մեզ այս դողը Քրիստոսի հրաշագործությունը, որ կատարեց իծնեք ուրին։ Եվ որ հարցուցին, որու է մեղքը, իր, որ իծնեց ծնած գույրը կամ ծնողին։ Քրիստոս պատասխանեց ոչ իր, ոչ ալ ծնողին, հավա, որպես Աստծո փառքը երևի։ Այս բոլորը Աստված կատարեց, որպեսզի իր ժողովուրդը ճանչնա զինքը, ճանչնա Աստծո զորությունը, ճանչնալով նաև ինչ ընե, ճանցնե։ Այդ էր գոչումը Աստծո ընտրյալ ժողովրդին։ Ճանցիր Աստծո զորությունը եւ ճանցուր Աստծո զորությունը։ Եվ հիմա մի տեսեք, լավ, Աստված ինքը անպայման գուզե, որ իր զորությունը ճանցվի, այո։ Եվ եթե հարցնեք ինչու, որովհետև Աստված չուզեր մարդուն գործանումը, գորուստը, այլ անոր թարցը եւ փրկությունը։ Որովհետև մարդը գորուստի ջամփում մեջն է։ Եվ որովհետև Աստված ստեղծեց մարդը իր պատկերով եւ նմանությամբ, գուզե որ այդ գործանման ջամփու մեջ եղող մարդը վերադառնա։ Երանի անոր, որ արդարություն կգործե եւ ճշմարտության ջամփու մեջ է։ Որ կնշանակի այդպիսի մեղ գործելու նվազ հավանականությամբ։ Իսկ անոնք, որոնք արդարություն չեն գործել եւ ճշմարտության ջամփու մեջ չեն, ուրեմն ինչ է որ կգործեն, մեղք է որ կգործեն։ Այս մեղքեն որպեսի վերադառնա այս մեղավորը, Աստված ինչ գործածեց, ծևեր մեթոդներ օգտագործեց, ինչ ցույց տալու իր զորությունը, ըստ համար թե ով մարդ արարածես, ես քեզ արի տված եմ այս կյանքը ապրելու, այս կյանքը ժամանակավոր է, այս կյանքին է դու պիտի մեկնես, պիտի չմնաս մնային հոչ չես, սակայն մեկնումդ ըլլա այնպիսին, որ հավիտենապես չգործվիս, այլ հավիտենական կյանք ունենաս, եւ ուր լսե ականջները փած։ Այս նշանները, որ ես դվի Եգիպտոսի մեջ, որպեսզի դու հասկանաս, գիտեք, քրափարի մեջ արտահայտություն մգա։ Քրափարի մեջ այսպես կսվում, որ ոչ փանիվ, քանիվ, ով որ խոսքով չի հասկանար, կավազանով։ Գնշագի եթե Աստված օգտագործեց այդ բոլորը, որպես է այս ժողովուրդը, որպես գամագոր, համար ժողովուրդ, խոսքով որ չհասկացավ, նշաններով կոնե հասկանար, այնպես ինչպես արիթողը եկան եւ Հիսուսի հարցին մեծի նշաններ ցույց տուր։ Եվ Քրիստոս իրենց ինչ ասավ։ Ինչ նշան գուզեք ասավ։ Ինչ սերունդ եք դուք, չար եւ շնացող սերունդ։ Ինչ նշան գուզեք դուք։ Նշան, ցեզի ուրիշ նշան մի չդրվի, եթե ոչ Հովնան Մարգարեի նշանը, անալ չհասկացան։ Եվ առավել ևս նաև չուզեցին հասկանալ։ Ցեզ ուրիշ նշան մի չի դրվի, տեսեք, գույրերը կտեսեն, գաղերը կքալեն, խուլերը կլսեն, համրերը կխոսին, դակալին ինչ նշան ուզեք դու։ Ինչ նշան։ Ցեզի կմնա ուրեմն մեկ նշան։ Հովնան Մարգարեի նշանը։ Նույնպես այլ հետևաբար երբ որ Աստված այս բոլորը ըրավ, որպես անով փառավորվի, որպես անով իր ժողովուրդը ջանչնա։ Եվ եթե դժվարանանք այս ըմբռնումի մեջ,
փորձենք ձնող զավակ կապը տեսնել։ Ձնող զավակ։ Դուք կգարցեք, թե երեխան երբ որ կձնի, իր հայրը կճանչնա, ոչ։ Իր հայրը չճանչնա։ Ժամանակ ուզել, որպես իր հայրը ճանչնա։ Եվ հայրը ամեն ջիք կնե, ինչպես մայրը, բայց առավել հայրը, ամեն ջիք կնե, որպեսի այդ երեխան նորացինը զինքը ճանչնա։ Որովհետև այդ երեխան զինք չի ճանչնար, որը չունի հասկացողությունը հայրը ճանչնալու, բայց հայրը ամեն ինչ գնե, ջիք գնե, որպեսի այդ եւ ինչ է այդ ջիքը, որ գնե հայրը, երեխային հետ ժամանակ անցնելու, երեխան քրգելու, երեխային դագը փոխելու, երեխային կարգը տալ, գնեշա ժամանակ անցնել, մտերմություն հաստատել, եւ գամած նաեւ ինչ կսորվեցնե, ինչ կսե, բաբա ասե, եւ հանկարծ եթե պատահեցա մամա ասել են առաջ բաբա ասավ, հարսանի, խրախճան, իմ երեխաս նախ բաբա ասավ, նույն այս վիճակը թրեք մարդ եւ Աստված հարաբերության մեջ, որ Աստված ուրիշ բան չուզեր, եթե ոչ այդ նույն մարդ արարածը իր պատկերով եւ նմանությամբ ստեղծված, որ խոդորած հերացած է Աստծուց, ուրիշ բան չուզեր Աստված, եթե ոչ ինքզին ճանցնե եւ այդ ճանաչումն է գաբը ստեղծել, հարազատության սիրո գաբը, որ փաշնվեցավ մեղքի անհնազանդության պատճառով։ Աստծո ուզածը այս է։ Եթե փառքի մասին է, շատ չի մտահոգվի, որտեղ Եսայի մարգարեին դեսիրքի մեջ հստակորեն ցույց տվավ, անթաթար, առանց թաթարի, սերոպերերը, քերոպերերը, գտքովերքեն, անոր սուրբ անունը, երկսեն սուրբ Տեր զորությանց, լի են երկինք եւ երկիր բարոկով, շատ մի մտահոգվի, եթե նույնիսկ մարդ արարածի ինքը չէ, Եսայի մարգարեն առաջի գլուխ քանի համարները գսեն, էշը իր մսուրը գիտե, իր դերը գճանչնա, բայց իմ ժողովուրդը չի ջանցա։ 19-րդ Սամոսը գսե, երկինք եւ երկիր Աստծո փառքը կպատմեն, don't worry about it գսեն անգլերեն։ Don't worry, Աստվածը մտահոգ չէ իր փառքի մասին։ Ընդհանրապես Աստծո ուզած այն է, որ խոդորած, մոլորած մարդը իդ վերաթարնա վերագտնելու իր ճշմարիտ ծնողը, ստեղծիչ արարիչը։ Անոր համար Քրիստոս ինչպես է ներկայացնել այդ պատկերը, հովիվի պատկերով։ Եկա գործվածը փնտրելու, գտնելու, ուսերուս վրա առնելու եւ վերադարձնելու հոն եւ ադորա 99-ն թողեց եւ այդ 99-ն խորհրդանիշ են հրեշտակաբեդուն քնած մեկ հոգին յետևեն եւ այդ մեկ հոգին մարդ հարարած մոլորյալ անգյալ խոդորած հերացած մարդը վերադարձնելու իրեն եւ այս վիճակի մեջ դերը սաստեց կարմիր ձովը ցամաքի բացվեցավ որպես ցամաք եւ դերը իր ժողովուրդը անդուտներու մեջ չեն անցուց ինչպես ցամաք հողի վրայով այսպես անոնք փրկեց իր ոսոկներեն թշնամիներու ցերկեն ազատացրեց ապա ճուրերը ծածկեց զանոնք նեղության մատնողները որոնց ոչ ոք կենտանի մնաց որ գնշային իրենց աչքերով տեսան փարավոնի եւ փարավոնի զորքերուն ընկղմումը այդ կարմիր ծովի մեջ ապա ճուրերով ծածկեց որոնց ոչ մեկը կենտանի մնաց այն ադեն հավատացին դիրոջ խոստումին եւ անոր փողքը երկեցին օրդության երկեցին Սկսյալ Մովսես, Մարիամ Ահարոն եւ ամբողջ ժողովուրդը շնորհակալության, երախտագիտության այդ երկը բայց շուտով մորցան անոր բոլոր ըրացները եւ մտիկ ճրին անոր դված խորհուրդ ասում միան մեր նախահայրերը չեն նայեն մենք մեր կփորձենք մենք շուտով կմոռնանք հիշողության հարց է ինչի հարց է որ շատ շուտով կմոռնանք քիչ մարին ու մարդուն ինքզին կմոռնանք անցյալը կմոռնանք անորա մեկ պիտի հիշեցնես ով է մարդը գիտեք արդայություն կա մի քիչ ասես գքեր է ծանր է մեկ կսե իշում պիտի հիշեցնես էշ ըլլալը, որտեղ ինքզին ցի կգարցե։
Նույնպես էլ մեկ մարդը պետք է որ հիշե ով է ինքը։ Եկած է աշխարհ մեր եւ պիտի մեկնի այս աշխարհեն մեր։ Եկած է այս աշխարհ ժամանակավոր պիտի մեկնի այս աշխարհեն։ Մնայուն չէ այստեղ։ Որտեղ մարդուց տրվածն է որ շուտով կմոռնա շուտով մորցան։ Հազիվ գարմիր ձով անցան ապստամբեցան։ Այսինքն մեկ դողով կներկայացնեն, բայց երբ որ Ելիցկի կգարտան, պիտի տեսնենք այլեն մանրամասնություններ, սկսան տշկոհիլ, ապստամբությունը ինչի մեջ, սկսան տշկոհիլ, սկսան մեղադրել, լսելով մեզ ուր փերիր, անաբադ փերիր ինչ, այստեղ անոթի ենք, պիտի մերնիկ անոթ ուտենեն, հաց կուզենք, չուր կուզենք, այս կուզենք, բիս կուզենք, մեզ ուր փերիր, մորցան, որ իրենք Եգիպտոսի մեջ ստրուկ էին, ընդհակառակը դակավին ավելին սկսան խոսիլ, ըսել, մենք Եգիպտոսի մեջ ավելի լավ էինք իմիջայլոց, հաց ունեինք, չուր ունեինք, բիս ունեինք, բոսին ճանապարհի մեջ բան չունի։ Ուրեմն որն էր ավելի նախընտրելի։ Ստրուկ կամ ազատություն։ Չէ, իրենք նախընտրեցին հացը, չուրը, միսը ստրկության մեջ։ Իրենք նախընտրեցին, իրենք ասելով մարդ հարարածի մասին է խոսում։ Մարդ հարարածը կնախընտրե ստրկություն, բայց իրենք տաս չուրը, հացը, միսը, ամեն ինչ։ Բայց ստրուկ են։ Ինչ որ այսօրվան աշխարհի վիճակը։ Այսօր մենք ազատ ենք կգարձենք, ազատ չենք։ Մենք ազատ չենք։ Մենք ազատության մեջ չենք ապրի։ Ընդհակառակը մենք ազատ ենք այլանդակության եւ այլասերության մեջ։ Մենք ազատ ենք այլանդակ, այլասեր սերային հարաբերություններու մեջ։ Թմրամոնությամբ ազատ ենք, ամեն ինչ ունելու ազատ ենք։ Բայց ազատ չենք մեր հավատքը արտահայտելու մեջ։ Մենք ազատ չենք զասված պաշտելու մեջ։ Եվ հրաման պետք է առնել փարավոնեն 3 օրվան ճամփա երթալու եւ զասված պաշտելու։ Եվ հանգարց Եբուդեսով փարավոնը իր սիրտը պիտի կարծրացնե եւ պիտի չցկե որ երթաս եւ զասված պաշտես։ Բայց մենք կնախընտրենք հացը չուրը միսը ունենալու, թմրեցուցիչներ ունենալու, սերային այլասերություններ ունենալու, բայց խնդիր չէ, մեր հոգիները ստրուկ են, ստրուկ չեն, հիմա ուղի արցնով այդ մասին։ Եվ շուտով մորցան գսել։ Այսինքն ժամանական չանցավ, որ ասես գիտես ինչ սերունդը անցավ, ու սերունդե սերունդ փոխանցումը չեղավ, եւ բնականաբար հաջորդ սերունդը չէր գիտեր նախորդ սերունդի մասին, մորցան։ Ընդհակառակը շուտով մորցան։ Նույն այդ սերունդը, որ ելած էր Եգիպտոսեն, ո՞ն էին դակավին։ Շուտով մորցան եւ մտիկ ջրին անոր տված խորհուրդը։ Անաբադի մեջ ուդելիքի ցանկության բռնված զասված փարգացուցին ամայի այդ վայրի մեջ եւ նույն այդ անաբադի մեջ ուդելիքի ցանկության բռնված ովիդի քար եւ տեղը շտկեր Քրիստոսին իր մգրտութենն հետո տեսեք ինչպես ելից գրքի պատմությունը Եգիպտոսի ստրկութենեն դուրս Գարմիր ծովը անց անաբադի մուտք եւ անաբադի մուտքի թափառունելու սկիզբին հացի, ճուրի ու դելիքի ցանկությամբ բռնված Հիսուս հորդանան կետեն անցած անաբադ մտավ եւ անաբադի փորձություններուն առաջինը ըստ այս քարերուն հացը լան եւ նույն այս երկու պատկերները հիմա կան մեր կյանքը վերածելու նույն այդ պատկերին Մեղքի ստրկութենեն դուրս ելած, մգրտության չուրեն անցած, հիմա պիտի մտնենք անաբադ, մտած ենք արդեն անաբադ, եւ անաբադային թափառումներ ուտածին, յուրաքանչյուրի ինքը թող նշե, իր դրդուճքը ինչ է, Աստծոց։ Այս բոլոր փարիկները մորցան, կուտված բոլոր փարիկները մորցան, եւ ուդելիքի ցանկությամբ բռնված քեզ փարգացուցին ամայի վայրին մեջ։ Ուստի դերը թեպետ անոնց ուզածը տվավ, սակայն միաժամանակ անոնց վրա մահացու հարված բերավ։ Ինչու՞, որպես անդրադառնալ։ Եվ ադորամանալ Բողոս Արաքյալը առաջի Կորինթացին նամակի մեջ կսներ։ Անոնք ուզեցին, Աստված տվավ։ Բայց նաև այդ տվածին հետալ հարված տվավ։
որպես անոնք անդրադառնան։ Եվ այդ հարվածը ժամանակավորի հարվածն է, այդ հարվածը հավիտենական հարվածը չէ դառնում, որովհետեւ ներկաները, որ կնշանակի հաճախ ուրիշին եկած հարված ինձի նշան կրնա, ինձի արիտ կրնա Ալլա, որ ես ըսկաստության արարել։ Հիմա վիսեք ուրիշին ինչ, չէ, մեկը մյուսով պայմանավորված է, մեկը մյուսի հետ գավ ունի։ Եվ հետեւաբար ուզածին տվավ, բայց նաև մահացու հարված դերավ, անոնք նախանցե մղած, ուրիշ վիճակ մի մակ ներկայացնեն, անոնք նախանցե մղած հոն փանակատեղիի մեջ ըմպոստացան Մովսեսի թեմ եւ դիրոջ սուրբ ծառային Ահարոնին թեմ։ Այն ադեն հողը բացվեցավ, գլեց Տաթանը, ողջոց ծածկեց Ափիրամի Քերթաստանը։ Ասոնք այն երկու անձերն էին, որոնք նախանցե մղված եկան ասելու համար Մովսեսին ու Ահարոնին, թե դուք ինչու մեզ պետք է որ առաջնորդեք։ Մենք պետք է որ այս ժողովուրդը առաջնորդենք, որտեղ տեսանք ձեր առաջնորդությամբ ինչ տեղի ունենա այս ժողովուրդին։ Եվ այդ ընելով որու թեմ ապստամբած եղան Աստծո թեմ։ Որտեղ այդ մարդիկը Մովսեսն ու Ահարոնը որու ներկայացուցիչներն էին Աստծո։ Ով էր զիրենք նշանակած Աստված։ Հետևաբար ինչ որ Աստծո ծառային թեմ ծեր բարձրացուցած եղար, Աստծո թեմ բարձրացուցած գլաս։ Եվ ավասիկ իբրև նշան հողը գսեպացվեցավ, երկիրը բացվեցավ եւ ողջ նաեւ ամբողջ Քերթաստանով միասին, Ափիրամի Քերթաստանը, ինչպես նաեւ Տաթանը գլեց։ Գրակ ինգավանոց ամբողջ քունտին, փոցը այրեց ամփարիչները։ Քորեփ լերանը ստորոդին հորթի արցան շինեցին եւ ցուլածո այդ գուրքին երկրբակություն ունին, հորթի արցանը ոսկի է։ Իրենց փառքը Եղով Աստվածը խոդագեր Եզիմը պատկերով փոխարինեցին եւ անոր ամարալ Աստված փորփոքած Սինա լերան վրա Մովսեսին ասավ իջիր վար, որտեղ Մովսես ելած էր ինչ անելու, պատվիրանները առնելու։ Քիչ մուշացավ, ժողովուրդը իրար անցած, փանիկ։ Ասին Ահարոնին, Մովսես մեզի ոսկ բերավ, մեզ մորցավ, ցկեց գնաց։ Ինչ անելու ենք, մեզի համար ոսկի է հորդ մշինենք, որովհետեւ ան մեզ ինչ ունեն, մեզ առաջնա։ Բայց ով էր ցես դուրս բերողը Եգիպտոսից դրդեն, ոսկի հորդը։ Ով էր ցես մեղքի երկրեն դուրս բերողը, ոսկի հորդը, ոչ։ Ասո ամենազոր հազուկը։ Եվ հիմա հավասիկ դուք ծեր հույսը դրածեք ոսկի է հորդին։ Եվ ասիկա հիշեցում է այսօրվան սերունդին, մեզ մեր յուրականչուրին, ով է մեզ փրկողը մեղքի ստրգութենեն, ոչ մեր գիտությունը, ոչ մեր համբավը, ոչ մեր հարստությունը, ոչ մեր ցիրկը, ոչ մեր դաղանթը, այլ Հիսուս Քրիստոսը։ Եվ գզգուշացնեն, իրենց փառքը Եղով Աստվածը փոխարինեցին խոդագեր Եզի պատկերով։ Այսօր մտածենք ինչ փոխարինացենք մենք Աստծո ներկայությունը ինչով։ Ադիկա գուտա մեզ մեր յուրաքանչյուր մտածելու արի պատասխանի չէ որ կսպասեն, այլ յուրաքանչյուրին սկսյալ ինձ մեր գուտա արիդ, որ ես իմ կյանքիս մեջ ինչ բան վերածած եմ պաշտամունքի դիպեր արարքա։ Մորցան զասված իրենց բրգիչը, որ մեծամեծ գործեր հրավ Եգիպտոսի մեջ, ըսկանչելի հրաշներ կատարեց Քամի երկրի մեջ, ահավոր բաներ հրավ Կարմիր ծովու ափին։ Տեսակ ամեն մեկ խոմանիշն որ ինչ կուտա, մեծամեծ գործեր Եգիպտոսի մեջ, ըսկանչելի հրաշներ կատարեց Քամի երկրի դարձյալ Եգիպտոսի երկրի մասին է խոսքը, ըսկանչելի հրաշներ, ահավոր բաներ Կարմիր ծովի ափին, ահավոր բաներ ինչն էին, Փարավոն իր զորքովը Կարմիր ծովի մեջ ընկղմած եւ այդեղ խեղդված։ Ուստի դերը ըսավ, թե զանոնք պիտի փնաչնչեմ։ Եվ իրավես իր զայրույթի մեջ սպանած գլար զանոնք, եթե Մովսես իր ընտրյալը չմիջնորդեր անոնց համար։ Եվ ավասի կուկան երկայցնելու։ Եվ ադիկա երբ որ պատմությունը գարկար, պիտի տեսնենք, որ Աստված գսե Մովսեսին, ես այս ժողովուրդը պիտի փնաչնչեմ,
Եվ Մովսես կսի այսպես. եթե պիտի բնաճնչես, զիսալ բնաճնչե։ Ես առանց այս ժողովրդին չեմ ուզել մտնել խոստացված երկիր։ Եվ այդ տեսնելով Աստված կսե իր մտադրությունը փոխեց, որ կհիշեցներ դարձյալ Սոդոմի Գոմորի պատմությունը, եւ որ Աբրահամին ուզեց միջնորդել եւ ասել, եթե 50 արքարգը այնտեղ կփրկես, եւ ասացավ, եթե 40-ը լա կփրկել, ասավ եթե 30, եթե 20-ը լա կփրկել, ասավ 10, եթե 5-ը լա կփրկել, չկար արդար, հազիվ ղովդը, հազիվ, որ կնշանակի ահավասիկ տեսեք միջնորդիմը թերը եւ տեղը, որուն Հակոբոս Արաքյալը ուրիշ պատկերով մը կներկայացնի։ Արդարիմը աղոտքը ազդեցիկ է, որ կհրաշագործե, որ կնշանակի միջնորդության թերակատարությունն է, փարեխոսության թերակատարությունն է, այն ինչ որ հաջող կլսենք, որ մարդիկ կքննադատեն, գարարգեն, ասելու համար մեկ միջնորդ կա, ճիշտ է, մեկ միջնորդ կա, փրկության, բայց նույն այդ փրկիչը, եթե խոսիս, միջնորդես, աղոթես, Հակոբոս Արաքյալի խոսքերն են նոր գդագարան, արդարիմը աղոտքը զորավոր ազդեցիկ է, որ կհրաշագործե բժշկություններ գնե, ոչ ինք, այն աղոտքը հավատքով եղած, արդարը, որ Աստուծո կով արդարացած Հիսուս Քրիստոսով, ադոր մասին է խոսքը։ Եվ Մովսես ահավասիկ դարձավ այդ միջնորդ, եւ Աստված գսե գրնար, լրիվ սպաններ, այնտեղ անապատի մեջ։ Եվ այդպես ալեղավ բաժինը, ոմանք այնտեղ անապատի մեջ դարդտնվեցան։ Բայց երբ որ Աստված որոշեց լրիվ ամբողջությամբ սպանել, Մովսեսը ասավ, եթե պիտի սպանեն, զիսալ սպանել։ Ես չեմ ուզել առանցի մտնել խոստացված երկրում։ Եվ այդ դնելով գսե Աստված իր մտադրությունը փոխեց։ Եվ հիմա կմնա վերջին հարցում, անով կփակենք մեր այսօրվան սերտողությունը, այսօրվան աշխարհին, այս անցուդարձին, ալեգոծության, որուն մեջ եկեղեցին, որ կկործե, որուն համար Քրիստոս աղոթեց, որ զիրենք աշխարհեն չվերցնես, զիրենք չարեն պահես, ինչու? Մովսեսի թերակատարություն ունենալու, որպեսզի Աստված ողորմի, որտեղ Աստված հավերժական սեր է, արի է, ողորմի մեղավորին, եւ ադոր համար է, որ երբ որ ամեն անգամ դեր ողորմիակ երկենք, աշխարհի խաղաղության համար երկենք, մի ասեք, երկենք ավելի պատերազմ է, գտնալ ավելի պատերազմ է, պիտի ավելի պատերազմներ, բայց մի մոռնաք, վստահ եղեք, որ ամեն մեկ ծեր այդ աղոտքը, դեղմը, անգույնը, մտության մեջ լույս մնե որ գծակի, ոգի մնե որ կփրկվի։ Շարունակեք մեր աղոտքը, շարունակեք առանց անցնանալու, ողորմությունը խնդրենք Աստծուց, որտեղ ինքը հավերժական սեր է ու բարի է։ Բահավան ամենայնի Քրիստոս, աչքո հովանի ինձի երամեն, իդվե եւ իքշերի ինստի տան, իքնալի ճանապարհի նչել եւ իհարդել, զինի երբեք սասանեցած եւ ողորմիա, քո արարածոց եւ մեզ ազնամեղացս։ Ամեն։